Երկար տարիների ընթացքում ես փնտրում էի, որն է երջանկության գաղտնիքը։ Այնքան շատ էի ես թակում դռներ, այնքան շատ էի մնում առանց պատասխան։ Դեռ շատ մանկուց ես փնտրում էի երջանկության գաղտնիքը, որովհետև իմ կյանքում երջանկություն չկար։ 12 տարեկանում ես սկսեցի խմել, որովհետև զգում էի մայրական սիրո պակասը։ Իմ հայրը շատ շուտ է մահացել։ Նա ինձ հետ շատ կապված էր, մենք շատ լավ էինք շփվում։ Ունենում էինք ջերմ զրույցներ։ Երբ ես երեխա էի, մենք շատ կապված էինք մեկս մյուսի հետ, բայց հայրս մահացավ, երբ ես 9 տարեկան էի, եւ դրա պատճառով էլ ես սկսեցի խմել։ Խմելու ամբողջ ընթացքում ես հասկանում էի, որ միայն դա ինձ բավական չէ։ Ես շատ շուտ մտա հարաբերությունների մեջ եւ ամուսնացա։ Դեռ 15-16 տարեկան էի եւ չկար այն երջանկությունը, որը ես այդքան փնտրում էի, եւ այդպես էլ չգտա ամուսնության մեջ։ Այդ ամուսնությունը ընդամենը տևեց 5 տարի, իսկ դրանից հետո ես մտա ուրիշ հարաբերությունների մեջ։ Նորից ամուսնացա եւ ամեն բան կրկնվեց։ Երկրորդ ամուսնության մեջ ամեն բան ավելի վատ էր, որովհետև կար դավաճանություն, շատ վեճ էր, ամուսինս տանը չէր քնում, իսկ ես հղի էի արդեն 3-րդ անգամ, եւ այդ ամենը ինձ սպանում էր։ Դա այն չէր, ինչը ինձ պետք էր։ Ես բաժանվեցի եւ տեսա, որ իրավիճակը դժվար է, եւ իր հերթին ամեն բան դժվարեցնում է։ Դժբախտություն, տխրություն, այդ ամենը իմ ներսում հասցրեց ինձ դեպրեսիայի։ Ես տանից դուրս չէի գալիս, չէի ցանկանում ուտել, չունեի նորմալ քուն։ Երբեմն գիշերները ես չէի կարողանում քնել։ Այդպես դեպրեսիան ինձ բերեց անքնության։ Ես դառնում էի ագրեսիվ, ներվային։ Այդ դեպրեսիան ինձ հետ էր 10 տարի։ Ինձ խանգարում էր իմ կարիերայի մեջ։ Ես չէի կարողանում կենտրոնանալ իմ մասնագիտության վրա։ Ուրեմն ես բաց էի թողում իմ աշխատանքային օրերը դեպրեսիայի պատճառով։ Այն օրերը, երբ ես գիշերը չէի քնում, հաջորդ օրը չէի կարողանում գնալ աշխատանքի։ Դա ինձ շատ ուժեղ խանգարում էր, այնքան, մինչև ես մի մարդուց չստացա հրավեր, ով աշխատում էր ինձ հետ։ Նա ինձ հրավիրեց Աստծո թագավորություն եկեղեցի։ Զգում ես չընդունեցի այդ հրավերը, որովհետև ոչինչ չգիտեի եկեղեցու մասին։ Ես լսում էի այդ եկեղեցու մասին միայն նորությունները, բայց ինձ համար մեկ էր։ Դա չէր գրավում իմ ուշադրությունը, բայց այդ մարդը համառ էր, եւ ես որոշեցի գնալ եկեղեցի։ Երբ ես եկա եկեղեցի, ինձ լրիվ այլ կերպ զգացի, որովհետև այդտեղ ինձ շատ լավ ընդունեցին։ Եվ կար մի բան, որը ես չգիտեի եկեղեցու մասին։ Մի օր ես աշխատանքից գնում էի եկեղեցի ավտոբուսով եւ այնտեղ շատ մարդիկ խոսում էին եկեղեցու մասին, որովհետեւ դա հալածանքի ժամանակն էր։ Նրանք խոսում էին այնպիսի բաների մասին, որոնք ես եկեղեցում չէի տեսնում։ Նրանք սուտ բաներ էին խոսում եկեղեցու մասին։ Ավտոբուսում նրանք խոսում էին այնպիսի բաների մասին, ինչպիսի բաներ եկեղեցում ընդհանրապես չկային։ Եվ ես սկսեցի ընդունել միայն այն, ինչը խոսում էին զոհասեղանի վրայից։ Այդ ամենը սկսեցի գործադրել եւ իմ կյանքը սկսեց փոխվել։ Ես բժշկվեցի հիվանդությունից եւ ազատվեցի դեպրեսիայից։ Ես խոսում էի հովիվի հետ եւ նա ինձ պատմեց Սուրբ Հոգու մասին։ Հարցրեց, արդյոք ես Սուրբ Հոգով մկրտված եմ եւ սկսեց պատմել Սուրբ Հոգու մասին։ Նա ինձ ամեն ինչ բացատրեց։ Եվ այդ օրվանից հետո ես սկսեցի հետաքրքրվել, սկսեցի ել ավելի շատ փնտրել եւ ունեի այնպիսի ծառավ, որպեսզի նրան գտնեմ։ Միշտ երեկոյան էի գնում եկեղեցի։ Դա չորեքշաբթի օրն էր, եւ ես ասացի, որ կգնամ աշխատանքի, անգամ եթե ուշ հասնեմ։ Եվ առավոտյան ասացի, որ կգնամ ամենավաղ ծառայությանը։ Եվ այդ օրը ես ստացա իմ կյանքի ամենամեծ եւ թանկ նվերը, որովհետեւ այն, ինչը ես ցանկանում էի, որպեսզի ուրիշներ լինեն իմ կողքին, խորհուրդներ տան, կախված լինեմ մյուսներից։ Այդ օրը ես այլևս ոչ wokից կախված չէի, որովհետեւ հենց ինքը Աստված լցրեց ինձ, սկսեց ապրել իմ ներսում, եւ նա ասաց ինձ, որ ես իր սիրելի աղջիկն եմ։ Դա Եսայի 49-րդ գլխի 15-րդ խոսքից
հարցեր. Միթե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը եւ չի գթա իր որովայնի ծնունդին։ Եթե նա մոռանա ես սակայն քեզ չեմ մոռանա։ Վայ տորը չորեքշաբթի ես իմացա երջանկության գաղտնիքը։ Այն ինչը ես փնտրում էի իմ ամբողջ կյանքի ընթացքում, այդ օրը գտա։ Այսօր իմ կյանքը լրիվ այլ է։ Ինչը ես անցյալում փնտրում էի, մնաց անցյալում։ Դեպրեսիան, հիվանդությունը, դրանք մնացին ետևում, որովհետև ես հասկացա, թե ինչն է երջանկությունը։ Երջանկությունը մտավ իմ ներսը։ Իմ ընտանիքը, իմ աղջիկները ծառայում են Աստծուն, սունեմ իմ բիզնեսը, որովհետև Աստված սկսեց սովորեցնել ինձ։ Սուրբ Հոգին ինձ ուղղորդեց ամեն ինչում եւ մինչեւ այսօր էլ ուղղորդում է։ Ինձ մոտ ոչինչ չի ստացվի անել առանց Սուրբ Հոգու ուղղորդության։ Դուք, ովքեր ինձ հիմա լսում եք, եւ դուք այդպիսի իրավիճակի մեջ եք, դեք Աստծո թագավորություն եկեղեցի, որը կլինի ամենամոտը ձեր տանը, իսկ կարողանաք գտնել երջանկության գաղտնիքը, ինչպես ես։ Ամեն ինչ կախված է հավատից։ Ներաշխարհը, խնդիրների լուծումը եւ հոգու փրկությունը։ Բայց ինչպես ունենալ այն հավատը, որը գործում է։ Հավատը, որը դիմանում է մինչև վերջ։ Հավատը լսելուց է գալիս։ Աստծո խոսքը լսելուց։ Ահա այստեղ պատասխանն է նրանց համար, ովքեր հարցնում են. ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք այդ հավատը։ Շատերը ցանկանում են հավատ ունենալ, բայց չեն ցանկանում լսել։ Եթե դուք ցանկանում եք օգտագործել այս խոսքը, որպեսզի ձեր կյանքը փոխվի, եկեք, որպեսզի լսեք։ Կիրակի օրերին հատուկ ուսուցում ձեր համար Աստվածաշնչի հիման վրա, եւ ձեր մոտ հաստատ կլինի մտքի փոխակերպում եւ կստանաք Քրիստոսի միտքը։ Աստծո թագավորություն եկեղեցում հասցեն Ազատության պողոտա 13-1 եւ նաեւ ավելի քան 145 երկրների բոլոր Աստծո թագավորություն եկեղեցիներում։ Բերեք ձեզ հետ ձեր Աստվածաշունչը։